ասով ձեր տեսակետը եւ ինչ ունեք այսօր համար ավազացած, չնայած մենք երկու հարցում ենք։ Շնորհակալ եմ, ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, այսօր թեմաները շատ են, նախ ես կցանկանամ այս տեսանյութի մեջ, այս նկարի մեջ հայտնված անձնավորության մասին խոսել, կարծում եմ նկարը հեսա կհայտնվի իդ իմ պատկերում, էկրանին, ուրեմն ես ցանկանում եմ նկարը հայտնվի նոր սկսեմ, ուրեմն նայեք մի հատ Նիկոլ Փաշինյանի դեմքը այս նկարում ու այս երևույթը, այս անձնավորությունը ներկայացնում է հայ ժողովրդին, գնում է օրինակի համար Գերմանիա, այն փոքր ժամանակվանից գործ տվողներ են լինում, որ երբեք իրանք չեն կարա իմանան ինչա տղայական պատիվը, երբեք չեն կարա իմանան ինչա սեփականը, ընկերությունը, հայրենիքը, այս երևույթը, այս իմ աջ կողմից կանգնած երևույթը գնացել է Գերմանիա, որպեսզի բողոքվի մեր եկեղեցու դեմ, գնացել է Գերմանիա, որպեսզի, չգիտեմ, ինչ-որ անկետաներ լրացնի եւ խոսա մեր վեհապարի դեմ, մեր հոգեվորականների դեմ եւ այնքան աբսուրդ է, որ կոպիտ ասած, եթե ինչ-որ մի ընտանիքում, ինչ-որ մի տղամարդու ընտանիքում խնդիր է լինում, այդ ընտանիքի խնդիրը այդ տղամարդը լուծում է, մաքսիմում փորձում է ընտանիքից դուրս չհանի այդ խոսակցությունները ու խնդիրները, ոչ թե մաքսիմում այլ ընդհանրապես չի հանում դուրս, իսկ այս երևույթը քիչ է կեղծ պատեհապաշտությամբ հանդես եկող Նիկոլ Փաշինյանը մեր եկեղեցու դեմ ցեխ է շպրտում, մեր հոգեվորականներին, սրբազաններին կալանավորել է, մեր վեհապարի դեմ ինչ ասես հորինում է, եկեղեցիները ամեն կիրակի ոնց ասես պղծում է իր կարգալույց եղած հոգեվորականներով, հիմա էլ գնացել է Գերմանիա, ասում է մեր երկրում կան եկեղեցականներ, որոնք ապրում են, չգիտեմ, այնպես որ խոցելի են, ամոթ է, օրինակ օտար երկրագործակալներ կարող են դառնալ, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը այն կճոյան բան, որ գնացել են իր մոտ կառավարությունը, Գերմանիայի իշխանությանը իշմար է տալիս, որ դրանց վրա աշխատեն ու դարձնի Գերմանիայի, օրինակ, չգիտեմ, ազդեցության գործակալ այդ իր մոտ գնացած տերտերներին, կարգալույց եղած իմ համար, դրանք սրբազաններ չեն, արքեպիսկոպոսներ չեն, եւ նաեւ ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը երեք թարմ ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը գերակա դիրքերում է, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը տեղ չունի ու թարսի պես հենց երեքչի առաջի օրը մեր ընդդիմադիր ընկեր Միհրան Հակոբյանին Դալմամոլի մոտ, եթե չեմ սխալվում, ավտոկայանատեղիում մեքենայից դուրս է եկել, մասկաներով դուրս են եկել ու սկսել են ծեծել Միհրան Հակոբյանին, վնասվածքներ է ստացել էս մարդը, տարել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, եթե չեմ սխալվում, ու Նիկոլ Փաշինյանը այսօր Գերմանիայում այն նկարը, որ տեսակ, այդ նկարի մեջի մարդը, ասում է, որ ժողովրդավարությունը մեր երկրում բարձր մակարդակի վրա է, բռնությունը տեղ չունի մեր երկրում, էսի այն անձնավորությունն է ասում ժողովրդավարությունը